տնից դուրս գալիս հացկեր, որ ուշաթափություններ չունենաս։ Ուրա Սոսա, ինչ էր անում ես տանը, Աստվածի մեզ գժվել եմ։ Հա, դու արդեն գժվել ես, եթե 25 տարիա նույն երգն ես երգում, Միքայել Շախունցի երեխուն ես կրում կրծքիդ տակ, ամոթ հա։ Ես տեսա, ես ճանաչեցի, ես չէի կարող սխալվել։ Ինչ ես բարբաջում։ Ով բացեց տան դուռը։ Ամուսինս։ Հա, իր անունն էլ ասոս, բայց քո իմացած Սոսի հետ ոչ մի կապ չունի։ Չէ, Սոսն էր։ Ճիշտ է, շատ է փոխվել, բայց ես չէի կարող չճանաչել, իմ Սոսն էր։ Քո Սոսը։ Ամոթ է, ամուսնացած կին ես, այդքան ամբարո մի եղի։ Ուր է քո ամուսինը։ Ինչի ստեղ չի։ Ուր գնաց։ Աննա, հանգստացի։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Պատկերացնում ես, եթե Միքայելը իմանա, ինչ կմտածի։ Դու իր հետ ես ամուսնացած, բայց տեսնելով իմ ամուսնուն մտածում ես ինչ-որ Սոսի մասին, նմանեցնում ես մի մարդու, ով մահացած է։ Սոսը չկա։ Մահացած է։ Հանգստացի։ Կանգնեցրու այստեղ։ Մեղա քեզ Տեր Աստված։ Ես Մարթասպան ջան։ Լավ է որ Մարթասպան ջան։ Երևի միակ լավ բան է այս պատմության մեջ։ Այս հիվանդ պատմության մեջ։ Իհարկե որ եղինակը ես եմ։ Կյանքս դարձրել եմ սևագիր։ Ես իմ կյանքին նայում եմ ու զզվում եմ։ Պետք է մաքրվել, պետք է մաքրվել, ժամանակն է մաքրվել։
ոնց կուզենայի ժամանակը հետ տայի ու կյանքս նոր էջից սկսեի, միանգամայն այլ կյանք, շատ շատերին կմաքրեի իմ կյանքից, ու ամենակարևորը ճակատագրական սխալը թույլ չէի տա, Աննային իմ կյանք չէի թողի, որովհետև այդ պահից սկսած սկիզբ առան իմ սխալները։ Ես թույլ չէի տա, որ տղես տառապեր։ Ես ողջ ճշմարտությունը կասեի ու ինձ կազատեի բոլոր ստերից։ Կանցնեի իմ եսի վրայով, բայց թույլ կտայի, որ տղես այդ աղջկա հետ երջանիկ լիներ։ Որովհետև ես դժբախտ լինելու քինը գիտեմ։ Եթե մենակ Աննան հաղի չլիներ, որովհետև նախ երախուն չեմ ուզում վտանգի ենթարկեմ, երկրորդն էլ եթե Աննան իմանա, որ Անգելինան իր աղջիկն է, իմ նոր ծնվող երեխային ինձնից հեռու կտանի ու իհարկե թույլ չի տա անգամ երեսը տեսնեմ։ Իսկ ես դրան հաստատ չեմ դիմանամ։ Բալես։ Հա, պապ ջան։ Ոնց խոստացել էի, ձեր աղջկան ամփորձանք հասցրեցի տեղ։ Այնպես որ ես իմ խոստման տերն եմ։ Ապրես Գորջան, ապրես։ Ոնց ես բալես։ Լավ եմ, մամ ջան։ Բա լավ պիտի լինես, բա ոնց է։ Ես երևի բայց բարձրանամ վերև։ Ոնց թե։ Գիտես ինչքան համեղ բաներ եմ պատրաստել։ Հա, մաման, համեղ, լիքը բան է պատրաստել։ Բայց ինչի ես տանջվել։ Դե, տանջվել եմ քո համար, Գորի համար, որ միասին նստենք հաց ուտենք։ Դե, եկեք սեղանի մոտ։ Չեմ ուզում ձեզ նեղացնել, բայց ես պիտի գնամ։ Ուր ես գնում, Գորջան։ Դե, կներեք, որ չեմ կարող ձեզ հետ նստել ու ժամանակ անցկացնել, ուղղակի հիվանդանոց պետք է գնամ, հիվանդներ ունեմ։ Նենց բան ես ասում, որ ուզած-չուզած քեզ պիտի բաց թողնենք։ Այ, խոստանում եմ, մի օր կգամ, կնստենք, նորմալ կզրուցենք։ Նա այդ այս խոստացել ես։ Իսկ դու Անգելինա, քեզ լավ նայիր։ Շնորհակալ եմ շատ Գորջան, անշահախնդիր օգնելու համար։ Ինչ շնորհակալ լինելու փոխարեն մի օր հայրիկի համոզիր, թող գա հիվանդանոց տուգման։ Գորջան, այդքան ասում եմ, չի լսում։ Ես եմ մեղավոր, խառն ենք իմ պատճառով, դրա համար չենք կարողանում գանք, բայց անպայման կգանք շուտով։ Դե պայմանավորվեցինք։ Լավ մնացեք։ Դու էլ Գորջան։ Ես ես ճանապարհ եմ։ Ինչ կա օգնելու։ Ամեն ինչ արել եմ։ Ստեղ մի բան չի։ Գլխումդ մի բան են չի։ Ինչի ես ամուսնու թաքցնում։ Լավ եմ անում, թաքցնում եմ։ Բոլորից պրծար հասար իմ ամուսնուն, լսի ես քեզ տանել չեմ կարողանում, հասկանում ես, չեմ ուզում ճանաչել որպես քույր։ Ինչի պիտի ամուսնուս հետ ծանոթացնեմ, կասես։ Ես ու աղջիկներն են հավաքվել պապային դիմավորելու։ Ողջույն։ Աննա ջան, բարև ես։ Ես Էդ լացել ես։ լացել ես Աննա։
ոնց էր եկել։ Բա որ հանդիպեին։ Իսկ ով ասում չեն հանդիպել։ Այդ ոնց հասկանանք։ Շատ ուղիղ։ Կայացավ նրանց առաջին հանդիպումը։ Աննան հայտնվեց սոսի գրկում։ Չէ, ես չեմ խելագարվել։ Սոսը չկա։ Բայց նման էր։ Շատ նման էր սոսին։ Բարև ձեզ։ Կօգնեք։ Իհարկե, միայն ինձ ասեք ձեզ ինչ է հարկավոր, որ հասկանամ ինչպես օգնել ձեզ։ Ինձ թարմեցնող քսուկ է պետք։ Ընտիր։ Մեր խանութում մեծ տեսականի ամեն ինչի, այնպես որ հաստատ կգտնեք ինչ ձեզ պետք է։ Մեր խոնավեցնողները այ այս կողմում են։ Խնդանում եմ ձեր խանութի բազմազանության համար։ Եկել էի խոնավեցնող քսուկ առնելու, իսկ հիմա ունեմ ընտրելու շատ բաներ։ Այդ մի բանը հաստատ։ Կասեք ձեր մաշկը ինչ մաշկ է։ Չոր։ Չոր։ Այս սա կառաջարկեմ չոր մաշկի համար, շատ լավն է։ Հա, շնորհակալություն, հենց սա էլ կվերցնեմ։ Շատ լավ։ Դե եկեք մոտենանք դրա մալքը։ Սոսը կրակի հետ ախաղում է ստեղ մնալով։ Այդքանը գիտակցելով չպետք է զանգեիր ու մեզ կանչեիր։ Ուշ թե շուտ գալու էինք։ Հա, բայց ես այդ գալը հետաձգում էի ամեն ձև։ Բա ոնց այդ հանդիպման տակից դուրս եկաք։ Սոսը Աննային ուշաթափված վիճակում թողեց ու գնաց։ Երբ Աննան ուշքի եկավ, ես իրեն հավատացրեցի, որ խելագարության ուղին է բռնել։ Այսինքն Աննան ճանաչեց Սոսին։ Ճանաչեց, բայց ես հերքեցի։ Խեղճ երեխես հիմա ինչ վիճակում է։ Ոյ, ամբողջ կյանքումդ այդ խեղճ երեխու մասին ես մտածում։ Հերիքը անարդար լինես։ Լավ, իրար մի կերեք, հասկանանք ինչ ենք անում, որովհետև Աննան սենց չի թողնի։ Ինքը անպայման հանդիպում կփնտրի ամուսնուդ հետ, որ համոզվի, Սոսը ողջ է թե չէ, թե իրոք Սոսը մեռելների աշխարհից վերադարձել է։ Երևի ես գժվում եմ, ահա գժվում եմ, ես նորմալ չի, բայց ոնց կարող էի սխալվել, ախր ես տեսա Սոսին, Աստված իմ օգնի ինձ, ես սկսում եմ ինձ մեղավոր զգալ, ես ճիշտ չեմ վարվում Միքայելի հետ։ Ալո։ Ալո։ Ուզում եմ տեսնեմ քեզ։ Ինչի՞։ Կարոտը տանջում, հա։ Դու հիմա որտեղ ես։ Շատ հեռու եմ։ Ոչինչ տեղը տասա ես կգամ։
Ինչի ես փորձում արցունքներդ պահել։ Պետք չի։ Խնդրում եմ խոսի հետս, կիսվի, լացի, մեջդ էդ ցավը մի կուտակի, խնդրում եմ բալես։ Կներես պատճառը ցավի համար։ Չգիտեմ ինչ կլիներ իմ հետ, հորդ հետ, եթե քեզ Աստված չանի մի բան պատահեր, մենք չէինք ապրի։ Ես էլ չհասկացա ոնց ստացվեց, բայի թուլություն էր։ Բայց այդ պահը կարող էր ճակատագրական լիներ, չէ։ Բայց չեղավ, չէ։ Բալես խնդրում եմ խոսք տուր, որ կյանքում ինչ էլ պատահի, ինչ խնդիր ունենաս, ինչ ցավ ապրես, նման քայլի երբեք ու երբեք չես գնա։ Խոստանում եմ։ Հիշում եմ, որ փոքր էիր։ Գալիս էիր, նստում էիր կողքս, գլուխը դնում էիր ծնկներիս ու ժամերով այսպես մայր ու աղջիկ նստած էինք մնում։ Որովհետև ամենաապահով տեղը քո գրկում էր։ Բալես, ոչ մի բան չի փոխվել։ Այսօր հացել չկերար, հայրդ էլ է շատ անհանգիստ։ Կարող է ինչ-որ բան ուզես, գնամ շուտ պատրաստեմ քո յուրաքանչյուր սիրած ուտեստը կպատրաստեմ, մենակ դու խնդրում եմ, դու պետքա քեզ հավաքես, հորդ խղճա։ Մենք սովոր ենք քեզ ուժեղ տեսնել, ժպտեր ես, խոսք ես տալիս, որ այս դժվար փուլը կհաղթահարես ու ամեն ինչ լավ կլինի, նույն Անգելինան կլինես։ Վստահ չեմ, որ այդ նույն Անգելինային կտեսնենք էլի։ Չէ, դու ուժեղ ես։ Մենք միասին այս բարդ փուլը կհաղթահարենք։ Սիրուն ջան, իմ աղջիկ։ Ուֆ, պապի, ինչի ես տղու վրայից բողոքը չես վերցնում։ Ընտանիքը մոտ 1000 ու մի հարց թողած ընկել ես Սեմի հետևից։ Ինչի համար ես եկել։ Ոնց։ Ուրախ չես, որ եկել եմ։ Ոնց կարող եմ ուրախ լինել, երբ քեզ տեսնում եմ այս կեղտոտ պատերի ներսում։ Իսկ դու։ Դու կարող ես լինել այս պատերի ներսում։ Նորմալ չի, բայց դե։ Սեմ դու արժանի չէիր այս ամենին։ Ես չեմ զղջում արածիս համար, ափսոս էդի ողջ եմ մնացել։ Իսկ ես ամեն օր փառք եմ տալիս Աստծուն, որ ողջ եմ մնացել։ Գիտես ինչի։ Որովհետև գոնե մի փոքր շանս կա, որ դու կհայտնվես ազատության մեջ։ Ճանապարհին այստեղ գալուց Արամը խոստացավ։ Արամը խոստացավ։ Ինչ ես խոսում, Մերի։ Արամն է օգնել, որ մենք հանդիպենք։ Դու չես հասկանում, որ դրանից պետք է հեռու մնաս։ Էդի մեր թշնամու թորնա, Մերի, չես հասկանում, քո գլխում ինչ է կատարվում։ Սեմ, Արամը լավ ու բարի տղա է։ Ինքը հասկանում է իր պապիկի սխալները ու ուզում է մեզ օգնել։ Ես դրա օգնության կարիքը չունեմ։ Միակ բանը, որ ես ուզում եմ, այն է, որ դու դրանից հեռու մնաս։ Քեզ պետք է, որ ես անտեր մնամ։ Կարող ես հանգիստ լինել անտերեմ։ Ես այս աշխարհում ոչ մեկին չունեմ։ Մենակ քեզ ունեմ ու դու ես իմ ընտանիքը։ Իսկ հիմա դու փակի տակ ես։
Դու անտեր չես։ Դու մենակ չես։ Խնդրում եմ, հոգ տար քո մասին։ Մինչև այստեղից ես դուրս գամ։ Մինչև ազատության մեջ լինեմ։ ու միլացի։ Եվ ինչ խնդրեցիր Աստծուց, որ ինչքան հնարավոր է ինձնից շուտ ազատվես։ Հենց կուզեի ես էլ քո նման միշտ բարձր տրամադրություն ունենայի։ Իսկ միգուցե հումորի զգացում ունենաս։ Եվ այսպես, ինչի համար ես եկել։ Կարող ուզում ես գրկես, որովհետև կարոտել ես, դրա համար ես եկել։ Չէ, թե ուզում ես գրկես մի ամաչի գրկի։ Աստծուն էլ կխոստովանես, որ առանց ինձ կյանք չունես։ Դե լավ, եթե չես ուզում գրկես, մի գրկի։ Ուղղակի մտածեցի կարոտն ու սերն ախեղտել, նենց ասեցիր, ուզում ես տեսնես ինձ։ Մի քանի օր առաջ ինչի էր իմ հետ սոսի ողջ լինելու մասին խոսում։ Գոնե ստեղ դրա անունը մոտս մի տուր։ Ես ուղղակի ուզում եմ իմանամ ինչի էր իրան հիշել։ Արձագանքդ էի ուզում ստուգեի։ Հասկանալու համար սիրտը դեռ բաբախում է իր համար։ Են էլ լավ արի չշարունակենք, թե չէ նորից սկսելու ենք իրար մեղադրել ու Ես պետք է վստահ լինեմ, որ ինքը քո մտքերում չկա։ Ու քո սիրտը իր համար չի բաբախում։ Մանավանդ, որ այդ սրտի տակ իմ ու քո երեխեն է մեծանում։ Մոռացի։ Իսկ ինչի համար ես եկել ասել ստեղ։ Ինչ էիր ուզում ասեիր։ Ուղղակի ոչ մի բան չի լինում։ Աչքից տեսելն է դրան չի ուզում ասի։ Կամ էլ կասկածների մեջ է։ Չէ։ Մի քո ստապվի, որ հանդիպած լիներ հիմա սենց հանգիստ կանգնած չէր լինի իմ դիմաց։ Առնվազն ձորը կգլորեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, Անգելինան տանն է։ Եթե եկել եք ձեր եղբոր մասին խոսելու։ Չէ, անհոգ եղեք։ Ես ուղղակի ուզում եմ Անգելինայի որպեսությունն իմանալ ու մի փոքր հետազրուցել։ Համեցեք։ Այնա։ Բարև ձեզ։ Բարև։ Բարև ձեզ։ Աղջիկն եկել է Անգելինայի որպեսությունը իմանալու։ Ընդամենը։ Կարող եմ, չէ՞ քեզ գրկել։ Իհարկե։ Դու երևի զարմացել ես, չէ՞ իմ անսպասելի այցից։ Դե չեմ թաքցնի, համիկից զարմացել եմ։ Դե անցեք,
Սուրճ կխմեք։ Հա, անպայման կխմի։ Անցի նստի։ Հայրենա քեզ ուղարկել։ Ես հարցրեցի, եկել ես եղբորդ մասին խոսելու, ասեց ոչ։ Հետո ներս տվեցի։ Դու տեսար ոնց էր գրկել Անգելինային։ Կարծում ես իմացել է։ Վստահ եմ ուղղակի։ Քրոջ պես էր գրկել։ Սկսում եմ վախենալ։ Մեր գաղտնիքը շատերն են իմանում։ Չէ, Անգել ջան։ Հենրին անգամ չգիտի, որ ես ձեր տուն եմ եկել։ Ու իմ գալու պատճառը բնավ Հենրին չի։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք լավ ընկերուհիներ դառնանք։ Կամ որ ավելի լավը քույրեր։ Կարող եմ, չէ՞, ձեզ ընկերակցել։ Իհարկե, մամ ջան։ Շնորհակալ։ Աննա ինչա կատարվում։ Իրոք չի ուզում քեզ ցավ պատճառել։ Հասկանում եմ, ինչ դժվար է քո համար ամեն անգամ իմ շուրթերից իր անունը լսել։ Էլի լավ է, որ հասկանում ես։ Դու շատ սխալներ ունես։ Ու Անգելինայի հետ կապված պատմությունը ես ոչ մի կերպ չեմ կարողանում հաշտվել այդ մտքի հետ։ Բայց նույնիսկ այդ ամեն ինչը հաշվի առնելով հասկանում եմ, որ դու ես ամեն ինչին արժանի չես։ Լավ է, լավ մրցանք։ Դու դրան չես տեսել։ Բայց ես պիտի տեսնեմ ու զգուշացնեմ, որ քեզնից հեռու մնա։ Ու անկարծ ճանապարհից չհայտնվի, թե չէ։ Թե չէ եւս մի մեղք պիտի ստիպված իմ վրա վերցնեմ։ Ապի ուզում էիր խոսալ հետս։ Հա, տղա ջան։ Կանչել եմ քեզ ասելու, որ ժամանակն է ստափվելու։ Մարտը հրավերները շատանում են։ Պետք չի պատերի տակ նստել ու լացել։ Դա շախոսների վրայով չի։ Ինչ ես ուզում որ անեմ, պապի։ Տղա ջան, ուզում եմ գործի անցնես։ Քանի որ դպրոց էիր կանդում, հյուրանոց էիր սարքում, էլ ինչ որ բանով զբաղվում էիր, էլի։ Հիմա լրիվ քեզ տվել ես պարապությանը։ Ոչ Երանի այդ օրը, որ այդ միտքը ծագեց գլխումս ու ես ոտք դրեցի բազմաղբյուր։ Տղա ջան, մոռացի բազմաղբյուրներ, բազմաղբյուրում ապրող ժողովրդին էլ։ Իրավաբանական դիպլոմն առեն նստել ես վրեն, որ ինչ։ Ոգուտ դուրում ես այդ քո դիպլոմով։ Դու գիտես ես ինչքան փող եմ տալիս այդ փաստաբաններին։ Պապի, ինչ տղա ջան։ Ջահել տղա ես, հլեկը հաստնես սիրահարվես։ Ինչ ես քուրիկ գլուխդ գործել հորդ պես։ Գոնե դու լավ բախտի արժանանաս։ Կուլ չգնաց սիրուն, ոնց որ հերդ կուլ գնաց։ Մինչ օրս պատասխան ենք տալիս հորդ սիրո համար։
Հենրի։ Բան չունես ասել տղա ջան։ Ո՞յդ եմ խոսում։ Լավ չեմ զգում ինձ մի հատ լվացվեմ գամ։ Ալո։ ԴՆԹ-ի պատասխանները պատրաստ են։ Ուղարկել եք ձեր էլեկտրոնային հասցեին։ Լսում եք ինձ։ Հա, լսում եմ, շատ շնորհակալություն։ Ինչ ԴՆԹ-ի պատասխան։ Ես ինչ խորն ես գնաց է տղա ջան։ Ես հեսա սակը ջնջեմ, որ դու ոչ մի բանից տեղյակ չլնես։ Ճիշտ ես անում, որ ոչ մեկի չես վստահում։ Շատ լավ ես անում։ Բայց դեռ ժամանակը չի, որ դու սրա մասին իմանաս։ Հա, ոնց ես։ Ոնց եղար։ Լավ եմ արդեն, պապի։ Ինչ էիր ասում։ Ինչ ասեցի, այսօրվա համար Էրիկա։ Շատ չեմ ուզում ծանրաբեռնել։ Հանգստացի մի քիչ։ Շնորհակալ եմ, որ կողքից ես։ Մերի, ես ինչպես կարող եմ քեզ մենակ թողնել։ Եթե իմ ամբողջ կյանքը պատկերացնում եմ միայն քեզ հետ։ Այդպես մի ասա, Արամ։ Ինչի դու կյանքի հետ կապված ուրիշ պլաններ ունես։ Ես ծնողներիս մահից հետո սովորել եմ ապրել առանց ծրագրեր կազմելու։ Ապրել ներկայով։ Որովհետև հետո շատ դժվար է լինում ընդունելը, որ դրանք միայն քո ծրագրերն էին։ Ու ի վերուստ կյանքը լրիվ այլ բան է նախատեսել քո համար։ Ուրեմն արի մեր ներկան միասին ապրենք։ Ուղղակի ես վախենում եմ Սեմի արձագանքից։ Ինքը չի ուզում ընդունել, որ մենք կարող ենք միասին լինել։ Սեմի վերաբերմունքը կփոխվի։ Երբ ես փաստաբան վարձեմ ու իրեն բանդից դուրս հանեմ, այդ ժամանակ ինքը կհասկանա իր իսկական բարեկամը ով է։ Ինքը անգամ օգնություն չի ուզում ընդունել քեզնից։ Որովհետև իմ Բագրատ պապին ժամանակին իրեն սխալ է պահել։ Կներես իհարկե, բայց հիմա Սեմի փոխարեն պիտի պապի կտվանդում լիներ։ Ոչինչ չեմ կարող ասել։ Բայց արի փոխենք էլի թեման։ Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Մեզ նույնպես հաճելի էր։ Դե ճանապարհեմ գամ։ Կարիք չկա, տաքսին մոտենում է։ Չէ, կճանապարհեմ։ Հաջողություն։ Բարի գիշեր։ Ամեն րոպե ծնողներս մեր հետ էին, դրա համար չէի կարողանում քեզ ասել, բայց ես ու Հենրին խոսել ենք արդեն։ Ու իմացի, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու։ Բայց այդ ինչ պիտի անի, որ դեպի լավը գնա։ Մենք պայմանավորվեցինք, որ ինքը իր երեխային հայրություն կճանաչի, այսինքն ինքը պարտավոր է ճանաչի հայրություն, բայց դա չի խանգարի մեր հարաբերություններին։ Հերին քեզ նման բան է խոսք տվել։ Խնդրում եմ, դու էլ հետը խոսի, որ ամեն ինչ դեպի լավը գնա։ Ես վստահ եմ քեզ կլսի։
Ո՞վ է քեզ թույլ տվել կնոջս մոտենաս։ Կամ առասարակ հետը հանդիպես։ Դե 25 տարի մեռածի կարգավիճակով ապրելը քեզ դաս չեղավ։ Կարող ես ուզում ես այն աշխարհ գնաս եկել ես Տոմսի հետևից։